Ճիշտ եք համարում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պետականացումը։ Ես համարում եմ, որ ոչ, պետք է լինի մասնավոր։ Պետական, որտեղ մեծ ընկերությունները պետք է պետական լինի։ Իմ կարծիքով, ես չգիտեմ։ Մեծ գործարաններ օրինակ խորհրդային ժամանակ, որ այդքան քանդեցին բան։ Ինչքան եկամուտ կբերեր մեր պետությանը։ Ավելի լավ չի այդ մեծ հիմնարկները մնա պետական։ Թե չէ մասնավորը մենաշնորհներ են դառնում, հարստանում են, այն մնացած ժողովուրդն էլ մնում են ստվերում։ Ես իշքան գիտեմ տեղեկատվություններով, իշքան որ մասնավոր ա եղել, այդ ժամանակահատվածում ահագին բարելավել են, ներդրումներ են իրականացրել, եւ բացի դրանից էլ ամենակարևորը, որ ժողովրդի վրա գումար ավել չեն հաշվել։ Ինչ ուզում անում է էլի։ Կարծում եմ Կարապետյանի ձեռքում թող մնա, նա արժանի հայորդի է։ Ոչ, կարծում եմ։ Ну, право собственности никто не отменял, и мне кажется, это все-таки политическая вещь. Թող օրենքով ինչ ուզում են անեն։ Հասնում է, չի հասնում։ Կարող են չի վիճակի են, վիճակի չեն։ Ես գտնում եմ, որ ընդհանուր բոլոր ելակետային որը որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ տնտեսական անվտանգության շահերից ելնելով, բոլորը պետքա լինի առնվազն 51% ակցիաների Հայաստանի Հանրապետության հսկողության տակ, որովհետեւ դա վտանգում է Հայաստանի Հանրապետության առաջինին անվտանգությունը։ Ոչ, քաղաքական որոշում է, եթե Սամվել Կարապետյանը չաներ արտահայտությունը, ոչ մի բան էլ չէր տեղի ունենա։ Զուգը գլխից է որդնած, եթե պետությունը մասնավոր սեփականության ճանապարհ ընտրել, չկա պետական ալտերնատիվ, հեծին պետք է պետական ալտերնատիվ լինի, հեծը պետք է միան հեծը չլինի, որպեսզի մոնոպոլիա անի ամեն ինչի վրա, էլեկտրաէներգիայի վրա, պետք է այլընտրանքային էներգիա, պետք է 3 հատ, 4 հատ, 5 հատ, 15 հատ Սամվել Կարապետյան լիներ այս պետության մեջ եւ մի հատ է պետական լիներ, որպեսզի պետությունը Սամվել Կարապետյանը մրցակցային դաշտ լիներ, որպեսզի կարողանան գները կամ էժանացնել կամ թանկացնել, թողել ամենակ Սամվել Կարապետյանը ուշին, հաջորդ ավելի վատ լինելու, իրանք ավելի վատ են լինելու։